Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Արդյոք ազգային ժողովը կքննի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Լրագրող Հռիփսի Մեջեբեջյանը հիմա ստորագրություններ է հավաքում, որպեսզի լրագրողների միասնական դիմում ուղղի ազգային ժողովի 3 խմբակցություններին, որպեսզի նրանք նախաձեռնեն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով իշխանական падգամավորի վարքը քննելու համար։ Ստորագրությունները այս պահի դրությամբ 158 եւ դեռ ավելանում է։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Պատգամավորի մասնակցությամբ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսի Մեջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին։ Առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասացի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում։ Ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին։ Եթե դուք դեմ եք Սրբազանի ասացին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Ինքը արդեն հանձնաժողովի նիստում հայտնել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, հայտնել է, որ մենք բոլորս մտածել ենք մեր փչացածության աստիճանով, այսինքն բոլորը հասարակությունը, որ այսքան աղմուկ է բարձրացրել տեսանյութը դիտելով, բոլորը փչացած են եւ Անդրանիկ Քոչարյանն է միայն ամենասուրբ մտքերը ունեցել, որոնք մենք այդպես էլ հասու չենք հասկանալ։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթացը գործող սահմանադրությամբ եւ օրենքներով այժմ խոչընդոտների հաղթահարման վազքուղի է հիշեցնում։ Նախ որևէ խմբակցություն պետք է նախաձեռնի հանձնաժողով ստեղծելու գործընթաց, բայց մինչև հանձնաժողով ստեղծելը падգամավորական էթիկայի հարցերով դիմումը պետք է ուսումնասիրի եւ եզրակացություն տա ազգային ժողովի աշխատակազմի փորձագետը, ապա հանձնաժողով ստեղծելու օգտին պետք է քվեարկի ազգային ժողովի մեծամասնությունը եւ միայն դրանից հետո հանձնաժողովը կստեղծվի։ Ստեղծվելու դեպքում էթիկայի հանձնաժողովը գործելու է մինչև 2 ամիս, անհրաժեշտության դեպքում եւս 1 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ Այս գումարման խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դեռ չի ստեղծվել, չնայած սկանդալային միջադեպեր էլի եղել են։ Այնպես չի, չէ, խորհրդարանում լիքը դեպքեր են եղել, որ էթիկա է խախտվել, գոնե այս դեպքով, երբ որ բոլոր տեսակի մարդկային բարոյական կարմիր գծերը հատվել են, գոնե այս դեպքով պիտի կազմվի։ Հակառակ դեպքում էլ ինչ պիտի անի падգամավորը, որպեսզի նրա վարքը քննվի։ Արդյոք խմբակցությունները կնախաձեռնեն էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթաց։ Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, իրեն հարմար չէ խոսել։ Նրան ուղարկած հաղորդագրությունն էլ պատասխան չունեցավ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այդ հարցին պետք է խմբակցությունը պատասխանի, բայց շեշտեց, վատ է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի այդ օրվա պահվածքին եւ կարծում է, որ նման դեպքերում պետք է ներողություն խնդրել։ Վերաբերվում Հռիփսի Մեջեբեջյանի շատ վատ։ Ընդդիմադիր խմբակցություններից նշեցին, որ հետամուտ կլինեն, որ էթիկայի հանձնաժողովը ստեղծվի։ Պատիվ ունեմի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ հարցը արդեն քննարկել են խմբակցությունում։ Պատիվ ունեմ խմբակցությունը իր բոլոր հնարավորություններով սատար կանգնի այդ նախաձեռնության։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ընթացք են տալու լրագրողի դիմումին, այլև հետագայում նախաձեռնելու են էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգը փոխելու գործընթաց։ Էթիկայի հանձնաժողովի ներկա կարգավորումները լավ լուծումներ չեն առաջարկում օբյեկտիվ որոշումներ ունենալու համար։ Չնայած այդ ամենին մենք իհարկե այս հարցով առաջ մղելու ենք լրագրողի նկատմամբ падգամավորի պահվածքի հարցը։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ մեր պահանջով, մեր պնդմամբ առաջիկայում նաև քննարկվելու է էթիկայի հանձնաժողովների նոր կարգավորման մեխանիզմները, որը հնարավորություն տա հավասար ներկայացվածությամբ ավելի անաչառ եւ օբյեկտիվ որոշումներ ստանալու։ Լրագրողների ստորագրած դիմումում նաև պահանջ կա, որ դրվի Անդրանիկ Քոչարյանին նաև падգամավորական մանդատից զրկելու հարցը։ Դիմումը ուղղվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պիտի վերջը մի օր Անդրանիկ Քոչարյանը հասկանա, որ իր վարքը անհամատեղելի է պարզապես падգամավորական գործունեության հետ։
Պատգամավորական էթիկայի կանոնները պահպանելը պատգամավորի օրենքում նկարագրված 7 պարտականություններից մեկն է, իսկ էթիկայի կանոնները, որ պետք է պահպանի պատգամավորը, 8-ն են։ Ահա 8-րդ կետում ուղիղ հիշատակվում են նաև լրագրողները։ Նշվում է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, քննարկումների մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս։ Բացի այս, նշվում է, որ պատգամավորը պետք է հարգի հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ պետք է նպաստի ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորի պատգամավորին վայել վարքագիծ։